Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ ժամանակին ապրել են, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ շարունակել, որ հասարակություններին պետք է պատրաստել դրան։ 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կարող մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասեմ, առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտան։ Ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է նաև իր եւ Արարատ Միրզոյանի Ռուսաստանի մասով հակասական հայտարարություններին վերաբերող լրագրողի հարցին, շեշտելով, որ նոր ասելիք չկա, ինչ որ ապարակային է, եղել է դա է։ Պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարա լինել։ Անդրադառնալով գումարի դիմաց բանակից ազատվելու օրենսդրական նախագծին Ազգային ժողովի նախագահը ասել է, որ հանրային արձագանքը միշտ մեծ նշանակություն ունի, քննարկումները թեմայի շուրջ շարունակվում են, կարծում է օրենքը գուցե որոշ փոփոխությունների կարիք կունենա։ Օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք վերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը որ մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել։ Այսինքն այդ նախագիծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ անում, ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որևիցե նոր որակում տալու որևիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում է։ Իշխանության ներսում եք ասացիներ։ Տանել է շարունակական աշխատանքներ այդ չհասկացա հողով հնարավորություն չլինի ազատվել իրավապահ համակարգ ավելի։ Ասեմ, անկախության ստեղծման օրից սկսած այդ փորձերը բոլոր իշխանությունները տարել են, անում են, գնում են այդ ուղղությամբ, բայց կրկնում եմ մեր նպատակը, իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ որևիցե նորակոչի գծով մնացած նորմալ երկրներում են, որ մարդիկ, ովքեր որ կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայության, կստանան բարձր աշխատավարձ եւ կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա այս ընթացքում կրկնում եմ, կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ հիմա չեմ մտնելու եւ պետք է ասեմ, որ 10,000-ից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից։ 10,000-ից դուք արդեն Հայաստանի Հանրապետություն։ Բայց այս թեման եկեք թագենք, որովհետև ասում քննարկման փուլի մեջ չեմ։ Որևէ մեկի համար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Սյունիքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային տեսանկյունից լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում հյուպատոսաններ բացելու խոսակցություններին ասել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Եթե նշեմ, որ
Սյունիքը ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, որը նաև մեր կապն է հարավային բարեկամ երկրի Իրանի հետ, այլ նաև ռեգիոնալ, նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, հատկապես երբ որ խոսք է գնում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որովհետև անկախ նրանից թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են եւ Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաշմերուկը, որոնց նկատմամբ հետաքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության հարցը եւ նաև քաղաքական հակազդեցության հարցը եւ դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուր իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիշ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, արտգործնախարարի տեղակալ Վահագն Կոստանյանի եւ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամուխչյանի ուղեկցությամբ։ Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջել է հիշողության պուրակում եւ հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել արծաթափայլ եղևնին։ Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Միևնույն ժամանակ ըստ պաշտոնյայի, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին եւ սեմինարներին, այլև ապահի երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Հայաստան։ Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր։ Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում եւս 5 պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան, հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել էր Իրան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախի տարածքներն, մասնավորապես այցելել է Քաշաթաղ, որտեղ մասնակցել է կարի ֆաբրիկայի եւ կոշիկի գործարանի մասնաճյուղի բացմանը։ Ադրբեջանը Քաշաթաղում հիմնել է ագրոարդյունաբերական պարկ, որի տարածքում գործում է 12 ձեռնարկություն։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է օկուպացված Արցախ, նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, Բերձորից 30 կիլոմետր, Քարվաճարից 60 եւ Շուշիից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին։ Լեռնային Ղարաբաղի ստեղծանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան, հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար։ Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանը 23 թվականից ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն, սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ եւ այլն։ Իսկ թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, հավելել է Զախարովան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ Մոսկվայում Ֆիդանի հետ բանակցություններում գլխավոր գործընկերը լինելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ այդ բանակցությունների գլխավոր թեման կլինի երկկողմ հարաբերությունների քննարկումը։ Իհարկե, ուկրաինական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը նույնպես պարտադիր կլինի, ասել էր Պեսկովը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով Մոսկվայի եւ Կիևի մինչև բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու հարցով նա կրկին կդիմեր Թուրքիային, ըստ դրա Ստամբուլում շատ լավ էր։ Ռուսական զորքերը նոր հարձակումներ են նախապատրաստում Ուկրաինայում հնարավորինս շատ տարածքներ գրավելու նպատակով։ Գործընկեր երկրների հետախուզական գործակալությունները նույնպես տեսնում են Ռուսաստանի ծրագրերը եւ կարեւոր է, որ նրանք այդ մասին զեկուցեն վերևներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով դա Ռուսաստանի կողմից բացահայտար համարանք է աշխարհում բոլորի նկատմամբ, ովքեր ձգտում են խաղաղության եւ փորձում են արդյունավետ դարձնել դիվանագիտությունը։ Նա նշել է, որ ռուսական հարվածները ամեն գիշեր դառնում են ավելի հանդուգն եւ մասշտաբային։ Մայիսի 26-ին Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները։ Ժամը 20:55-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա։ Բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել են իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ։ Շենգավիթի ոստիկանները արագ վնասազերծել են նրան ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։